Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, Սահմանադրական դատարանի որոշմանը անդրադառնանք։ Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմության հայտնի պահանջը ճանաչել ընտրությունների արդյունքները անվավեր եւ ընդդիմադիր ուժերը մի քանի, այսպես ասած, անատամ հայտարարություններ անելուց հետո Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ իրար հերթ չտալով հայտարարեցին, որ վերցնելու են մանդատները, ուժեղ Հայաստանից հայտարարեցին, որ դա միջոց է միաժամանակ եւ փողոցային պայքար տանելու եւ խորհրդարանում պայքար մղելու եւ ԿՊ-ի թևերը բոլոր ուղղություններով կտրելու համար, Հայաստան դաշինքից հայտարարեցին, որ դա զենք է, իսկ դրանից հրաժարվելը անպատասխանատու քայլ, հասկանանք ինչպիսի խորհրդարան է ձևավորվում եւ ըստ էության ընդդիմության օրակարգերը վերջին կարելի է ասել արդեն 8 տարում չէր փոխվել, հիմա շարունակվելու է նույնը մնալ, այն է հեռացնել քաղաքացիական պայմանագրին Նիկոլ Փաշինյանին։ Լավ, դրանից հետո ինչ առաջարկով է գալու ընդդիմությունը։ Ուրեմն մենք մեթոդաբանական մի ճշգրտում անենք, շարունակենք, որ ես համառորեն 2 կադենցիա է խորհրդարանի, փորձում եմ հայ հանրությանը համոզել, բայց չի համոզում հայ հանրությունը, դրա համար նաև պատժվում է։ Ուրեմն մենք ընդդիմություն չունեցանք, մենք չունենք ընդդիմություն, դա եթե ձեզ պետք է որ սահմանադրության մեջ, քանի որ գրված է ընդդիմություն, այդպես ասենք, որովհետեւ թղթի վրա գրվածը մնա, այդ իմաստով ընդդիմություն է։ Բայց դա ռևանշիզմ է։ Ռևանշիզմը ով է ռևանշիստը։ Ռևանշիզմը նախկին վիճակի համար պայքարողների համախումբ է։ Դրանք կարող են լինել քրեական, կարող են լինել օլիգարխիկ, քաղաքացիական, զինվորական եւ այլն, նախկին վիճակի վերականգնում է։ Հայկական ռևանշիզմը ավելի արգահատելի եւ ստորագարք է։ Ինչու՞։ Որովհետեւ նա ոչ թե ուզում է իր նախկին վիճակը վերականգնել, դա լինում է հեղափոխություն, հակահեղափոխություն եւ վերականգնման շարժում է լինում, հետո չի մնում, բայց լինում է տարբեր երկրներում, որտեղ հայկական ռևանշիզմի ուրեմն տատմերը Ռուսաստանն է, այսինքն սա ստրուկների որոշակի քանակական համախումբ է եւ որակական, որոնք իրենց վիճակը վերականգնելը ենթադրում են Պուտինի տակ լինել, ուրիշ բան չէ, Մարիա Զախարովայի։ Ասենք վաղը կարող է լինել Զախարովայի փոխարեն օրինակ Օլյա, բայց մեկ է։ Այսինքն այդ իմաստով ընդդիմություն չկա, ինչու չի գոյանում։ Ես ուզում եմ առաջին անգամ ասեմ, որ եթե ազգային ժողովի ընտրությունների սխեման մնալու է այնպես ինչպես կա, հաջորդին քաղաքացիական պայմանագրի մեծ դժվարություններ ունենալու իշխանություն պահելու առումով, իսկ ընդհանրապես Հայաստանում երբեք ընդդիմություն չի լինելու։ Ինչու չի լինելու, ասեցի, որովհետև այդ պայքարողը, քանի որ հեղափոխությունը քաղաքացիական պայմանագրին առաջ է բերել, մղել առաջ, այդպես է եղել է, չէ՞։ Հետևաբար նրա դեմ պայքարող ռուսական ուժերն են, տապալեն, քցեն եւ այլն, որոնք նաեւ քրեաօլիգարխիկ են, որոնք նաեւ խորքի պետությունն են, անգլերենով դրան ասում են deep state, որը ես հայերենով դրա յուրահատկությունը վերափոխադրել եմ գողապետություն, սա լութոկրատական այդ մասը լութոկրատիա է, որտեղ եթե դու քրքրեք, նրանցից ոչ մեկը կքրքրեք կույս հաստատ չի լինի, մեջները այս կամ այն չափով պետության կողոպուտի հաշվին են ուրեմն հարստացել, ընդ որում լինելով կագեբեշնիկ, կուսակցական աշխատող, այսինքն սովետական ապարատը ինքը ժամանակին կաշառք է ստացել Մոսկվայի թույլտվությամբ եւ այլն։ Դրա համար չկա ընդդիմություն։ Հիմա ինչ է ուզում ընդդիմությունը, ոչ մանա չի ուզում։ Մեծ հաշվով, հիմա ասեմ ինչ է, ոչ թե չի ուզում։ Ինքը չի որոշողը։ Այ Մարիա Զախարովան ինչ ուզում է, ընդդիմությունն ուզում է, եւ Կոբիրկինն ինչ ուզում է, դա էլ ուզում է։ Այդ մենակ Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի, թե Կոբիրկինն ինչ է ուզում, բայց ես ավելին ասեմ, նա ուզում է պայքար մինչև վերջ անորոշություն ու անբան, ինչպես իր լոզունգներ, հիշում եք, Արցախյան շարժումը սկսվեց, Ղարաբաղ, եւ հետո իշխանություն դարավ, հաջորդ օրն ասեց պայքար մինչև վերջ։ Վերջներ բերեց Արցախի վերջնականացման, անեացմանը։ Այստեղ է խնդիրը։ Հիմա
մեծ քաղաքականության մեջ պիտի մենք որոնենք իրենց ուզածը, մերը չէ։ Մենք իհարկե դրա Հիմա իրենց ուզածը ո՞րն է, պարոն Շիրինյան։ Իրենք ուզածը ասեցի, իրենք չգիտեն ինչ են ուզում, բայց Կիրիենկոն գիտի ինչ է ուզում, որը Մոսկվայի որոշումով է աշխատում։ Ռուսկի միրի մեջ տարալուծել հայությանը միանշանակ է, կասկած չունենաք, դա նշանակում է Հայաստանի պետականության ոչնչացում վերջնականորեն, որովհետև 30,000-ը, որ մեզ մնաց այս Արցախյան ռուսական դավաճանությունից հետո, ուրեմն պետականության կորստից հետո բացառվում է, ենթադրենք, պետականության վերականգնում 30,000 տարածքի վրա, այն էլ այնպիսի ռելիեֆով, ինչպիսին մեր հանրապետությունն է։ Այսա են ուզում։ Հիմա ես փաստարկում եմ, թե ասում եմ ասելու համար, որովհետև նաև ես ունեմ դիտողություն ունեմ անելու հայությանը, նաև քաղաքական ուժերին, նաև մտավորական մասին, որը եթե ունենք, հիմա ասեմ ինչը նկատի ունեմ։ Տեսեք ինչ կա, կոնկրետ թիվ եմ ասում, 2007 թվականի փետրվարի 10-ին Մյունխենում տեղի ունեցավ հերթական համաշխարհային անվտանգության վեհաժողով կամ որը կուզեք, համաժողով, որտեղ ուրեմն Պուտինը ելույթ ունեցավ առաջին անգամ եւ վերջին անգամ, որից հետո այդ բոլոր բլեֆները ինք շարունակ Վալդայի այդ համաժողովում, որը դրա շարունակությունն է։ Այն եթե դուք իրենք ունեն Ալեքսեյ Տոլստոյը թե ինչ վերլուծաբան ունեն, ասա կիշեմ կասեմ, նրան եթե հետևեք, որը Պուտինի հետ հարցազրույցներն է վարում այդ մեծ համաժողովներում, դա շատ տաղանդավոր տղա է, էլի, մարդ է, քաղաքագետ է, իսկական, ոչ հայաստանյան քաղաքագետ, որ գինեկոլոգիայից եկել է, փոխանակ այդ հարցերով զբաղվի, քաղաքականությամբ է զբաղվում։ Դրա համար էլ մանուկը ծնվում է աննորմալ, բան է լինում։ Հիմա տեսեք ինչ է ասում այդ համաժողովում։ Ռուսները Պուտինին իրեն թվաց, թե նավթադոլարների այդ ամանչուրջ որ կա, այդ Ռուսաստանի հզորացում, հրեական Բերեզովսկի, Ադամովիչ եւ այլն այս կապիտալի խեղտել, զսպել, ուրեմն այս բաներից հետո թվաց Ռուսաստանն այնքան է հզորացել, որ ինքը ժամանակն է, որ 7 խոշոր J7-ի հետ, G7-ի հետ որ կա, ինքը որպես G8-րդ, որին ընդգրկել էին արդեն, այսինքն խոշոր տերություն կամ մեծ պետություն, ինքը աշխարհի վերաբաժանման հարցով զբաղվի եւ իրեն թվաց, որ ռուսական ինչու է մինչև այսօր կատաղի պատերազմը շարունակում, ինչու է աղմկում հայաստանյան քրեաօլիգարխիկ ռևանշիզմը, բանի տակ, այդ ընդդիմության անվան տակ եւ թույլ չեն տալիս Հայաստանում ձևավորվի ընդդիմություն, չեն տալիս, հիմա ասեմ, այս որտեղ է գալիս, ինչ է ասում Պուտինն ասեց, որ 7-ըդ աշխարհը բաժանել է, այդպես առաջին համաշխարհային պատերազմն առաջացավ նաև, երբ Գերմանիան ասեց, իմ բաժինը դուրս է մնացել, Ռուսաստանը վերադառնում է, եւ Ռուսաստանը պիտի վերադառնա որտեղ։ Ռուսաստանը պիտի վերադառնա առաջին հերթին ԽՍՀՄ նախկին տարածքում, բայց դա սխալ ընկալում է, այդպես չի։ Նա ուրիշ բան ասեց, եւ ես պնդում եմ եւ ես հայ քաղաքագետ կոչված մեծ մասը անգրագետներին, որովհետև համառորեն փորձում են տգետներին, պարտադրում եմ հետևյալը, ինչ ասեց Պուտինը եւ ինչ էր ուզում։ Նա ասեց, որ Ռուսաստանը պիտի վերականգնվի, հետո շարունակում անդադ 17-րդ տարի ռուսական կայսրության շրջանակներում։ Տարեմուտքում Բուկետն է, Լեհաստանի բաժանումն է, Ֆինլանդիայի անեացումը եւ այլն եւ այլն։ Որից հետո մի համաժողովում, կարծեմ, այս ուրեմն իրենց այս բանը կուսակցության համագումարներից մեկում էր կամ միջոցառման, Պուտինը հայտարարեց, որ հարց տվեց Մեդվեդևի հետ, այս ուրեմն որն է Ռուսաստանի սահմանները, նայեք այդ մի ամբող ահռելի ոհմակ մողոր թաթարական, ինչ-որ բան էին գոռում, ինքը ասեց, Ռուսաստանը սահմաններ չունի, չի կարող Ռուսաստանը սահմաններ ունենա։ Հիմա կոնկրետանանք, սա
Ինչ կապ ունի այդ բանի հետ, Նուխտերյան մեր հետ ունի կոնկրետ, մեր հետ շատ հստակ է, ուրեմն եթե ուրեմն պիտի վերականգնվի ռուսկի միրը, այնտեղ էր որ արևմուտքը ինչպես ասում են մատերը կծեց, նրանց մոտ տագնապ ընկավ, ինչպես ես որ օրը որ դատիդել եմ, ինձ մոտ այդ օրը դողերոց կսկսվել, որ ռուսական նացիոնալ բոլշևիզմը վերականգնան, դե ժամանակ Ռուսաստանի փառք ուրիշ էր, հզորությունը, չգիտեինք որ Ուկրաինայում, Արցախում ինչ է լինելու, եւ այսպես Եվ ինչ եղավ, ռուսկի միրը պիտի վերականգնվի, հիմա եթե դա այդպես է, արևմուտքից սկսեցին հակադրվել։ Եվ ռուսական ֆաշիզմի այնպիսի նացիզմի, ֆաշիզմը իտալական է, նացիզմը գերմանական է։ Ինքը ես վստահ եմ, որ Պուտինը երբ որ աշխատել է KGB-ի գործակալ որպես Արևելյան Գերմանիայում ռեզիդենտուրայում սովետական, դա ուղղակի հիացել է Հիտլերով։ Անգիր գիտի Mein Kampf-ը, շատ լավ գիտի Գեբելսյան պրոպագանդայի սկզբունքները, անգիր գիտի Ռոզենբերգին, ազգային եւ այլն, անգիր գիտի։ Եվ եթե կեսվածքին էլ նայեք, նա ֆյուրերի կեսվածք ունի։ Ուշադիր եղեք, այդ նման բաները քաղաքագետի համար շատ կարևոր են, պետության ղեկավարների համար եւս։ Քաղաքացու համար դա որևէ արժեք չունի եւ այլն։ Եվ սկսվեց, այն որ ասում են թագավորի տղան մատը գծեց, արևմուտքն հասկացան, որ այս միջուկային գիշատիչը որոշել է վերականգնվել։ Այն թղթերը մի բան են, որ ստորագրել է անգախ են, այն որ մտքին արդեն կա, ուրիշ բան է, որ մեր մոտ կա այդ գիտակցումը։ Բայց ես ձեզ բացատրում եմ ուրեմն մոտ որ կա, էլի մարդու մոտ կա, բայց որ հանրությունը գիտակցում է ոչ, որ քաղաքական էլիտան եթե տակա գիտի չէ, եթե չէ ինձ կձայնակցեին, որտեղ ես տեսեք երկաթե տրամադրության շրջանագում եմ ասում, փաստերով եւ այլն, եւ ինչ եղավ, հիմա եթե դուք հրճակում եք ռուսկի միրի վերականգնում, հարց է, որտեղից է սկսել, ինչ էր որ գործ անեք, մի կետից պետք է սկսեք, նայում եք Ռուսաստանի քարտեզին, խսեմ մի բանով, ուզում եք 14 թվի կայսրության քարտեզին, ունեք մի հատ հարազատ անճար ժողովուրդ։ Փղկանես կմիանա ռուսին, որը կիսառուսացել է, հայճունը, որտեղ կխփես այնտեղ էլ կգնա։ Այսինքն քաղաքականության մեջ, ստրատեգիայի մեջ կոչվում է սա թույլողակ, որից սկսես։ Նապոլեոնն ասում է, իհարկե, Նապոլեոնն ասում է շղթան ուզում ես բարձրացնել, պետք է շղթայի թույլողակը գտնես, որ դրանով բարձրացնես, ճակեցնես, եւ վերջ, հարցը լուծված է։ Ստրատեգիա, ահա եւ ով է լինելու առաջին զոհը մեր հասկացածով իմ, իսկ իրենց շահողը իրենք, հայերության իրենց եղբայր հայ ժողովուրդը, որի հետ ինչ եղբայրություն ես չեմ հասկանում, տարավոր, հազարավոր տարիներ մենք իրենց հետ ընդամենը 200 տարվա պատմություն ունենք, ընդհանուր մեր պատմությունը որտեղ է ռուսների հետ կասեք, այս բոլոր անհետեցությունները, բայց ուծացած ռուսականություն եւ այլն եւ ահա եւ հիմա ինչից է սկսել, ահա սկսվեց դրանից հետո տեսեք Արցախի հարցը կոնկրետացավ Ադրբեջանը սկսեց զինվել, զինեցին Ադրբեջանին, ինչու, որովհետև հարց կա, քաղաքականության մեջ բավարարում են նրա պահանջները, ով դիմադրում է, ով չի ենթարկվում, ով կամավոր հանձնվում է, դրա վրա ծախս չի արվում, եւ հայությունը ռուսական պարագեմ կամավոր հանձնվողն է, նա միշտ համաձայն է, եսեք Ստեփանակերտում ռուսական դրոշը դարավ գրգռիչ բան, որ իրենց ավելի շուտ դուրս անեն, ռուսների մասին է խոսքը, կան կարող էին անել եւ այլն։ Եվ այսպես։ Եվ աշխատեցին սխեման, մերն են գալիս։ Մեր սխեման գալիս է, ուրեմն հայությունը ինչ անել, այնտեղ Ադրբեջան կա, ուրեմն որտեղից է սկսել հայության համար թույլողակ Արցախն է։ Արցախ, որը երկու օրենքի վրա է պետադրվում, տեսեք հիմա մեկը պապանձվել են, մոռացել են ազգեր ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն։ Ազգեր ինքնորոշման իրավունքով Արցախը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ինքնորոշվեց Գալինա Ստարավոյտովայի ձևով։ Պուտինի երկրորդ կառավարման շրջանում Պուտինը անցավ դուգին,
Տուպոյ եւ այլն եւ այս բրախանով, որոնք ազգեր ինքնորոշման իրավունքը մոռացել են տարածքային ամբողջականություն։ Զինեցին Ադրբեջանին, ինչ կխփես Արցախին, հայությունը բռիդ մեջ չէ, վերջացավ։ Պարոն Շիրյան, քանի որ դրանք այցելում է, ես ուզում եմ հիմա ներկայանալ եւ հասկանանք ինչ խնդիրը դրվեց Հայաստանի պետականության վերացումը եւ Հայաստանի պետականություն որպես շղթայի առաջին օղակ ընդհանրապես այն 17 բանը որ ասեցի, դարը այդ բոլոր տարածքներում բոլոր ազգային միավոր պետությունները վերացնել, հայերին վերացնել ադրբեջանցու ձեռքով, տալով նրանց Արցախը, հետո թուրքերի հետ իշկանեն, որտեղ թուրքերի հետ բարական ուրիշ է։ Նրանք պետք է օսմանյանների հետ էլ լեզու գտնեն, այստեղ է խնդիրը։ Եվ հիմա այստեղից դրանից սկսվեց պատերազմ, մեր պարտություն, դավաճանություններ, որից դժգոհում եք։ Հիմա դրանից հետո երկու ընտրություն առաջին կադենցիային մնաց ուրեմն երկու խմբակցություն Հայաստան պատիվ ունեմ, որոնք ինչ ասես արեցին, բացի պետությունը թուլացնելը եւ իշխանափոխություն ուրիշ բան եղել է, չի եղել։ Հիմա կա եկեղեցին ինչ ռեսուրս ունեն մետեցին ներս, դուրս նետեցին ռուսները ներսում, ինչքան ռեսուրս կաթողիկոս, բան չստացվեց եւ ահա երկրորդ կադենցիային կամ ընտրության շրջան Ռուսաստանը իր օլիգարխիային ներդրեց Հայաստան, իր իդեմս Սամվել, որ հայ է ինչ, դա ռուսական, տեսեք այն բանը թաթարը եկավ գնաց հանձնեցին, որտեղ չկարողացավ խնդիր լուծել, մի օլիգարխ նա էր Վարդանյան Ռուբենը։ Հիմա սա ավելի մեծ օլիգարխի բերեցին եւ այս անգամ ինչ եղավ, եթե մինչև այս ազգային ժողովում ռևանշիզմը ներկայացված էր գավառական երկու խմբերով հայաստանյան, իրենց գավառական Մոսկվայեն գալումով, այսօր մայրաքաղաքից մտավ մեկը Կիրիենկոյով, Սամվելով, մյուսը արդեն Հայաստան տեղական գավառականը, մեկը այսպես Կիրիենկոյի ենթակայության տակ, մեկը Կոպիրկինի։ Այսինքն անկախ չեն իրենք։ Հիմա իհարկե չեն, նրանցից ոչ մեկ անկախ չի։ Եվ այս բարակայում ինչ է ստացվում, իրենց սրանց խնդիրը որն է։ Չկարողացան, բայց հիմնական խնդիրը ընտրություններում դա չէր։ Պետք էր Նիկոլին վերջացնել կամ մաշել, ԿԲ-ին չտալ ձայն եւ այլն։ Բայց դե մեր ժողովուրդը ունեցավ այն գիտակցությունը, որը ուրեմն կարողացավ այդ պահել, բայց 49-ի վրա։ Ես ձեզ բան եմ հիշեցնելու, որովհետեւ եթե դուք հիշեք այն ամսի 4-ի քննարկումը հերոստատեսությամբ, բոլոր ուժերի 19-ը հիշեք, ուրեմն բացի ես ոչ մեկը չի կոչարել, որ օտար ուժերին ձայն չտակ, բոլորն ասել են մեզ ձայն կտակ։ Ես չեմ ասել քրիստոնյա ժողովրդավարությանը ձայն կտակ, կամ 12 համարին ձայն կտակ։ Բոլորն ասել են, մեկն ասել է այս 3-ին, մեկը 13-ին եւ մեզ ձայն կտակ։ Ես ասել եմ, գնայեք, ձայն չտակ օտար ուժերին։ Եվ այսքան վերջ, ինչ ուզում եք արեք, 0 ձայն։ Այստեղը հիմա ինչն է, ինչու, որովհետև իմ մոտ մնում է կոնցեպցիոն առումով անխաթար։ Ռուսաստանի խնդիրը Հայաստանի պետականության վերացումն է։ Այն հարցը չկարողացան լուծել Նիկոլի եւ գործադիր իշխանության հարցը չկարողացան, բայց ազգային ժողով կիսեցին էնել, եթե առաջ կար միայն Երևանյան, Հայաստանյան ուժեր, ես անգամ Մոսկովյան ուժը խտկվեց, ես սա շատ վտանգավոր է, դուք գործ ունեք արդեն Կրեմլի հետ, այն ժամանակ հարևանցի էր եւ այլն։ Հիմա սրանք ոնց կարող են ինքնուրույն ուժ լինել, ընդ որում սրանց մեջ տեսեք, ամեն բառ օգտագործում են հզոր հայրենիք, բարգավաճ Հայաստան, ուժեղ Հայաստան եւ անկախության եւ ինքնիշխանության մասին բառ չկա, ազգայնականից մինչև ոչ ազգայնականը, սա ռուսկի միրի արշավն է, բայց հիմա չլինի, որ այս գործը շարունակվել է այս կադենցիայում, կարելի է ինչ են անելու, շարունակություն անընդհատ ցույց, գործատուր, հիմա իրենք չգիտեն, որ դա անհեթեթություն է սահմանադրական դատարան դիմելը, որտեղ ոչինչ չի եղել։ Ես ասեմ, որ իմ տեսած ընտրությունների ամենամաքուրն եղել, ամենամաքուրը, որ չի եղել որևէ բան ուրիշ կերպ չերել կարող լինել։ Եթե եղել են տագից մագից, ուրեմն
զուգարաններում փողբաժանողներն եկել են կուսությունից են խոսում, բան են անում, օրենքի չգիրառությունից։ Իրենք էին չէ աղբանոցներում բաժանում, նույն մարդիկ։ Հիմա, բայց իրենք գիտեն դա թե չէ, իհարկե գիտեն, որ այդպես չի եղել եւ իրենք փողը բան, բայց ինչու հիմա ամեն տեղ պետք է վնաս տան, ամեն ինչի մեջ պետք է ոնց ասեմ, մազերից պետք է քաշեն, ոտից կախվեն, այն կոշիկը կողանան, ինչը հնարավոր է, որտեղ Մոսկվան խնդիրը դրել իրենց արժև 100% է Հայաստանում պետականություն պիտի վերանա ու վերջ մի ռուսկի միրը պիտի հաղթի բայց այստեղ բանն է որ մինչև ռուսկի միրը հաղթի ես չեմ կասկածում Ռուսաստանում հեղաշրջում է լինելու Պուտինին պատժելու են այն ժամանակ էլ եւ Հայաստանի իշխանություն ռիսկ կանի սրանց էլ կպատժի Պարոն Շիրինյան բայց տեսեք 500,000 մարդ ամեն դեպքում գնացել եւ ընդդիմությունը ձայն է տվել կներել են գործարք է մարքեթինգ է եթե դուք քաղաքագիտություն հիմա նայեք քաղաքական ընտրությունների այդ բանը գործընթացը նաեւ այսպես շուկայավարության տեսանկյունից է քաղաքականության բացատրվում հայերեն գրքեր կան նույն մարքեթինգ առևտուր իրար այդ առևտուրն է դրանք ռուսական սեգմենտի մարդիկ են շատ նեղ վիճակում գտնվող մարդիկ են որոնց համար 5000 դրամը հաշիվ է եւ սկզբում չունեցողներ եւ այլն ժողովուրդը որ անկախություն եւ այլն է ուզում է սպանը դրանք ուրեմն ԿՊՆ, Նիկոլն է, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն եւ մյուսներն են եւ վերջ Եվ վերջ, այսպես է, մնացածները անկախություն, ոչ անկախություն, նրանք չեն էլ հասկանում երևի։ Գնացել են մեկ գործակեով են, բայց որ գումարներ բաներ, դե ենթադրում են անընդհատ մարդիկ հրապարակում են ինչ գողություն եղել, ինչ ավազակություն եւ այլն։ Բայց որ ընտրությունները բանով են եղել, վստահաբար ոչ։ Ընտրությունները լեգիտիմ են եւ լեգալ եւ վերջ, բայց իրենք դա չի հետաքրքրում։ Նրանք պետք է անընդհատ բան անեն։ Գործը հասավ նրան, եթե դուք հիշեք, այստեղ ասել եմ։ Հայաստանում ունենք պետություն, որ ունի խորհրդարան, չկա պարլամենտարիզմ։ Չկա ու չկա։ Ուրեմն երեք իրենց իրավաբաններն են ասում սահմանադրականում, Հայաստանում պարլամենտարիզմ չկա։ Ինչի նոր գլխին գաք, նոր եք լսել իմ ասածը։ Բայց մինչև հիմա պարլամենտարիզմ կար, մտածում էին իրենք կհաղթեն, չխոսեն այդ մասին, որտեղ իրենց համար է լինելու։ Հիմա քանի որ չեն հաղթել, վերջին հաշվով, ուրեմն այդ են խոսում եւ այն, բայց այստեղ վտանգավոր վիճակ կա։ Ասեցի Մոսկվան իր խումբ ունեցավ ուղիղ։ Սամվել ուրեմն այդ մնացածով, հոպարի տեղ են, վերջ, եւ երկրորդ մասը կա, հանրությունը կիսվեց։ ԿՊ-ն տարել է 49% եւ ավելի։ Հիշում եք, որ ասում եք 49% որ լինի ինչ եք անելու։ Մտածել եք այս մասը։ Հիմա ինչ որ է եղած իրողությունն է դրա համար ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները եւ բոլոր պետականությամբ շահագրգիռ ուժերը պիտի մտածեն ինչպես առաջացնեն խորհրդ ուրեմն այդ բանը պարլամենտարիզմ որպեսզի դեմոկրատիա մնա արևմուտքի համագրանք եւ այլն եւ վերջապես ռևանշիստներին էլ ասեն ռևանշիստ եւ վերջ Եվ մարդիկ էլ հասկանան ովքեր են թե չէ ընդդիմություն ասում եք թե օքեյ ինչ եղել ասում են կոշտ ընդդիմություն փափուկ ընդդիմություն պարկած ընդդիմություն Այսինքն այս մարդկանց պետք է օրենքի ուժով դուրս տնել ընտրություններից չգիտեմ ինչ անեն բայց ես ճգնաժամի Եթե պետությունը կայուն հստակ վիճակում լիներ, հիմա կարելի է դեմոկրատական ուժերը համախումբ առաջացնել եւ ազգային ժողովի նոր ընտրություններ նշանակել։ Եվ վերջ։ Հիմա այստեղ իրադարձությունը ինչպես կզարգանան կտեսնենք։ Վարչապետն է մեկնել Ռուսաստանի Դաշնություն, Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին է մասնակցելու, այնտեղ նաև Միխայել Միշուստինի հետ հանդիպում է տեղի ունենալու, նախ ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում այցը եւ Միշուստինի հետ հանդիպումը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տևական ժամանակ է այդ մասին վարչապետը նախընտրական շրջանում է խոսել, որ սպասվում է, կանխատեսվում է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ, բայց մենք տեսնում ենք, որ օրինակ ռուսական կողմից չկա այդ նախաձեռնողականությունը եւ հակառակը խուսափում է ռուսական կողմը վարչապետի հետ առերեսվել, հանդիպել, ել չեմ ասում, որ ընտրություններից հետո ըստ էության կամ չի ճանաչել, չի ընդունել ընտրությունների արդյունքները, չի շնորհավորել եւ նաեւ նույն Մարիա Զախարովայի մակարդակով խոսվել է այն մասին, որ ընտրությունները անցել են խախտումներով։ Հիմա ինչպես հասկանալ այս իրավիճակը։ Ուրեմն ասեմ, որ ես մինչև դուք եկաք հեռախոսով տեսա, որ հանդիպումը տեղի է ունեցել եւ վարչապետի ելույթ ես լսել եմ, որ ուղիղ էր հեռարձակումը։ Մենք եթե համաժողովը նկատի ունենք, վարչապետը առաջին անգամ Հայաստանի
բոլոր իշխանությունների Ալեքսանդր Մյասնիկյանից սկսած առաջին անգամ է որ Հայաստանի վարչապետը կամ առաջի քարտուղար նախագահ եւ այդպես առաջի դեմքը շատ պինդ կեցվածքով մեջքը ժողովուրդը ոնց ասում մեջքը հենարանով մտել է Ռուսաստան ինչու որտեղ Հայաստան ունի այլանդրանք եւ Եվրոպան այլանդրանք առաջարկել է տնտեսական եւ այլն մնացած տեխնիկական է ամերիկան թրիփ է տալիս այսինքն Հայաստանն այլևս Ռուսաստանից այն կախումը ոչ ունի ոչ ես վերցնում որ վարչապետը այդ գիտակցությամբ էլ արդեն ելույթ է ունեցել մեկ հիմա Պուտինը տարած այդ բերածին ու վիճակում է խռով է որովհետև ինքը ոչ ուզում է Նիկոլ տեսնել ինչ էլ խոսեն ոչ էլ ուզում է Հայաստանում պետականության ամրապնդում տեսնել եւ ինքը իր մահն է տեսնում դուք չգիտեմ գիտեք չէ Հակոբ Հակոբյանը մի բանաստեղծություններ ասում էր ես քո մահը եւ այլնը պիտի տեսնեմ ռուսական ցարի համար այդ ցարն էլ ուրեմն բանի տակ է չգիտի որ անց կմտնի ուկրաինական դրոններից փախչելու համար այս վիճակում ես որ լավագույն վիճակ է Հայաստանի քաղաքականությունը այն քաղաքականությունը որ կոմպլեմենտար կամ փոխլրացման սկզբունքով էր բալանսի քաղաքականության վրա մեծ հաջողություններ է գրանցում նախորդ հանդիպանը ես հույս էի հայտնել որ իրենք կկարողանան բալանսը հաշվել ու շարունակել ինչի մասին առաջինը գրել եմ ես 1994 թվականի երկիր ուրեմն օրաթերթում հսկա մեր կոմպլեմենտ բանը հավասարակշռության քաղաքականության ազգային իդեալի ռեալիզացիան որը միակ ճանապարհն է անկախության կարող եք կարդալ եւ այլն ուզում եմ ասել որ ամեն ինչ նորմալ է ուղղակի ռուսների վիճակը նորմալ չի տարած այդ բերածի վիճակում են այն խնամին է որ աղջկան փախցրել են չգիտի հաշտվի թե չէ ձև է անում բայց վերջացած բան է հարցը բայց մենք մի խնդիր ունենք ուրիշ բան կա որ Ես մենք ֆուտբոլային դիվանագիտություն որ եղավ Սերժի ժամանակ խոսք եղավ սահմանները բացելու մի ոռնոց դրվեց թե հիմա որ սահմանները բացվեն Թուրքիայի հետ հարաբերվենք բա մեր գյուղատնտեսական արտադրանքը պետք է ոչնչանա մասնավոր դաշնակցությունը ըստ ցույցեր էր անում բողոք որ պետք չի բացել եւ այլն այդ պատրվակի տակ այն ժամանակ էին ռուսներն ասել չթողեք Եվ ասում են, բանի Շիրագի գոտու ճակնդեղը չգիտեմ ինչ թուրքերը 30 տարի անցել նույն ոռնոսն է լսվում մենք էլի պատրաստ չենք այստեղ է պիտի հանձնաժողով ստեղծել տեսնել կառավարությունը հերթական անգամ ինչու Հայաստանի տնտեսությունը չեն հասցրել միջազգային ստանդարտի Եթե չի էլ պետք է շարակ արվի, ես կանը, այդտեղ ոչ մեկը մեղք չունի։ Պարոն Շիրինյան, իսկ Ֆոն դեր Լայնի այցը եւ նաեւ հայտնի Ֆոն դեր Լայնի այցը եւ հայտարարությունները, որ Եվրամիությունը պատրաստ է իր դռները բացել հայկական շուկայի առաջ։ Սա պարզապես տնտեսական քայլ էր, տնտեսությանը աջակցելու համար էր, թե սա նաեւ աշխարհաքաղաքական ենթատեքստով տնտեսական աջակցություն է, որը ունի նաեւ շուտ ասելու գպես ասեմ քաղաքագրթական ենթատեքստ որ ուրեմն եվրոպական քաղաքագրությունը երբեք չի մոռանում որ ինքը սնվել է նաև հայկական քաղաքագրության ստիգներից ինքը դրանով է հայությունը պետք է հիշի մի բան այդ անտեր հյուսիսից նայի իր երկիր նայի դեպի Էրզրում Վան Երևան եւ ընդհանրապես Վան նայի որն է որ ինքն է այն ժողովուրդներից մեկը, որը հույների, հռոմեացիների հետ միասին ստեղծել է եվրոպական կամ արևմտյան քաղաքակրթություն։ Ուրեմն զավակը շնորհակալության հայացքով նայբե իհարկե այդ տոկոսը քիչ է, բայց կասեմ քիչ է թե չէ։ Այնպես որ այդ բանի եվրոպական մոտեցման մեջ կա քաղաքակրթական մոտեցում Ռուսականի հետ ոչ մի կապ չունի, մենք ռուսների հետ ինչ կապ ունենք, մեկ չի բացադրում, միլիոն տարի ասում եմ, ռուսների հետ ինչ կապ ունենք, հորտը հոր, մոր, քաղաքագրություն, մշակույթ, փիլիսոփայություն ինչ կապ ունենք։ Հիմա բայց հիշեք Վենսը ինչ եկավ եւ նայեց Արարատի կողմը, չէ, Մասիսի կողմը եւ խորվիրապ ասեց։
Սա փափուկ ուժն է քաղաքագիտության միջոցով, դա ավելին է շատ հաճախ, քան զենքն է, փափուկ ուժը։ Հաջողը ոչ օգտվել է, ինքը տարել է, որ այս մահմեդական միջավայրում հանգարց չասենք քրիստոնյա ենք, հանգարց կվնասվենք, այնքան ասեցին քրիստոնյա էլ չմնաց այդտեղ, եւ այլն, այնքան ասեցին, որ այս ընտրություններում հայության մի քանի տոկոսը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության թիկունք չկանգնեց, սա ազգային աղետ է, ինքը չգնաց իր մշակութային էնակունք, որ ես իրեն ցույց էի տալիս։ Առանց դրա վերածնունդ չի լինելու, այդ ապագայի մեջ ինքը դա պիտի իմանա, ինչպես որ Գերմանիայում Ադենաուրն ասում էր, մինչև քրիստոնեական մշակույթի վրա չկանգնեք, Հիտլերից ազատում չունեք հոգիներիդ մեջ, էդ էր ասում, ես էլ եմ ասում, բայց հայությունը զբաղված է օլիգարխ բան անելով, էլի։ Պարոն Շիրինյան, ինչ սպասել նաև Ռուսաստանի Դաշնությունից, նկատի ունեմ սանկցիաները սկսվեցին դեռևս նախընտրական շրջանում, հիմա շարունակվում են, ակնարկում են հիմա օրինակ դաշնակցական падգամավորներից մեկը ակնարկում էր գազի գների մասին, ասում էր գազը Դուբայից են բերում, խաբար չի դաշնակցական, այն դարում է մնացել Քրիստոֆոր ժամանակներ։ Հիմա այս սպառնալիքները շարունակվելու են, Ռուսաստանը առաջարկելու բան չունի։ Որովհետև այս ժողովուրդը նորից կնայի դեպի հեռավոր արևելք երբեք չի զարգանա։ Ով ռուսական շուգան է ցույց տալիս, նա զարգացման մասին չի ասում, ասում ինչ են ասում։ Ասում են այնտեղ նայեցեք, հարցրեք, ասում ինչ ապրանք տանես կռեալիզացվի։ Այս ժողովուրդը չի ուզում որակյալ արտադրանք տա։ Իշխանություն դա պետք է անես, որ ավել Պուտինին ապրենք, շնորհակալ եմ այս բանի համար, բայց քանի որ Եվրոպան այդ գզրոցները բացեց, իրենք է շատ արագ կբացեն, մի վախեն։ Բայց ցկել է պետք։ Ինչու, որպեսզի մենք ցկվենք եւ ստանդարտը բարձրանալու է, Եվրոպա կգնանք, Հնդկաստան գնանք, դրանք դուք գիտեք այդ կանից հետաքրքիր չեն։ Մենք պետք է եվրոպականանանք, ոչ ռուսականանանք, ոչ հնդկականանանք, ոչ եվրոպամետ լինենք, Էդ էլ որ ասում է, դա վիրավորանքի նման է։ Այսօր Եվրոպամետ, երեք ռուսամետ, ամերիկամետ եւ այլն, հայամետով է լինելու։ Այս հոգեկան հիվանդության հարցադրումներ են եւ այլն, որ փաստարկում են բան։ Եղեք հայամետ, Եվրոպայով բոլորը ձեր տեղը կիմանան եւ նորմալ է։ Իսկ մի քիչ սանկցիաները, իհարկե պետությունը ճիշտ կլիներ, որ ես որ վարչապետ լինեի, օժանդակությունը մի քիչ կշատացնեի, ռուսներին էլ կասեի հանկարծ այդ պատժամիջոցները չհանեք, որ վերջնականորեն դրանցից փոխվենք։ Տնտեսության մեջ, հոգեբանության մեջ, լեզվի մեջ եւ այլն, եւ ասեմ հայ երեխաներ ունեցողներին, բոլորին նաեւ, մինչեւ անգլերենին չտիրապետեք եւ համագարկչին, երջանիկյան չեք ունենալու, ռուսական բանից դուրս չենք գալու, ոչ մեկս։ Եվ այդպես արևի տակ աճեցնելու եք անհասկանալի միրգ, որը կսպառվի միայն Սիբիրում։ Եվ վերջ։ Այսինքն ըստ Ռուսաստանը ավելի շատ օգնում է հիմա Հայաստանը։ Հիմա բայց ապրիլքը Պուտինը։ Բայց սանկցիաները դրա տված վնասները ես կարծում եմ եւ նաեւ սպառնալիքները, որ հապկից կհանեն յատոմից։ Դու հետ հանեն, շուտ անեն, բայց ինչի չեն հանում, 80 տարի հանում են, էլի հանեցին կփլվի, բայց ինչքան շուտ անեն, այնքան լավ, որովհետեւ այն հիշում եք, մենք ենք մեր սարերը, մի դրվակ կա, բանը որ ասում է, իմ համար չափազանց սիրելի երկու մարդիկ դերասաններ Շերեսն ինչ ասում սոսին, ասում է դու որ չլնեի լողացողը չէի, ասում է ջուրը լսելու, ջուրը, ուրեմն ես հարցը փագում է, դրա մասին էլ չպետք է խոսել, հանեն, գնանք լարս փորձի մեջ, ուրեմն արաղը, ծիրանի, միրանի եւ այլն, հիմա պետք է աշխատել ինչպես օգտվել վիճակից եւ այլն, դուք նայեցեք ինչ կա, Եվրոմիության, պետության շատերը այն արտոնությունները, մաքսային եւ այլն, չունեն, քան Հայաստանին են բացել, բոլոր ժալյուզները բացել են։ Հիմա եթե չեք մտնում, մեղավորը դուք եք։ Ինչ է նշանակում, այդ բոլորը նշանակում են մի բան, որ սանկցիաները թող շարունակվեն, բայց կառավարությունը թող ֆոն դեր Լայնի տված փողերը շատ արագ շուտ հասցնի մեր ֆերմերներին եւ պարտավորեցնի, սովորեցնի եւ այլն։ Բայց հերոստատը ձեզ էլ եմ առաջարկում, կայքեջեր բաներ օգնեք ժողովուրդը անգլերեն իմանա, շատ անգամ երկու խնդիր կա, որտեղ ռուսների աղջիկների հետ շատ հեշտ են հարաբերվում եւ ռուսերեն քիչ շատ լեզու գիտեն, այդ երկուսը որ փակեք, մենք կզարգանանք մինչեւ Ամերիկա։ Շնորհակալ եմ, պարոն Շիրինյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն էր, կհանդիպենք։